դատապարտում է Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը եւ երեք այսօր այս իշխանությունը ցույց տվեց, որ իրենք 1.5 միլիոն հայերի հիշատակի պահանջատիրության թիվ 1 առաջ տանողները չեն եւ ավելին այս պահանջատիրությունը այսօր չկա իշխանության որակարգում եւ ես այսօր շատ խորհրդանշական նկարով եմ եկել իմ խոնարհումը 1.5 միլիոն հայերի հիշատակին ունենալու համար Զաբել Եսայանն է, որ 15 թվականին նույնիսկ երիտթուրքական կառավարության դեմ չընկրկեց, բարձրացրեց իր ձայնը, հայի ցավը եւ եթե երիտթուրքական կառավարության դեմ 15 թվականին 111 տարի առաջ Զաբել Եսայանը հայկինը չի լռել, ապա մենք պատասխանատու ենք այդ վկայությունը նրա փոխանցել այսօրվա ու մեր վաղվա սերունդներին եւ վստահ եմ այսօր մեր ազգի արգանդը նորից ծնում է Զաբել Եսայաններ, որովհետև այն ազգը, որը չունի հիշողություն, չունի անցյալ եւ չունի ապագա։ Մենք այդ հիշողությունը կրողներն ենք, մեր սերունդներին փոխանցողներն ենք եւ ես հիմա պատրաստվում եմ Զաբել Եսայանի նկարը տեղադրեմ այստեղ, որպես հայրենասեր կնոջ եւ միակ կինն է եղել, ով եղել է երիտթուրքերի աքսորի ցուցակում, թեպետ ինքը հետո փախել է, բայց միևնույն է իրեն արտաքսել են Բաքվի բանտում էլ 62 տարեկանում որևէ մեկ այդպես էլ չի իմացել, թե ինչ եղավ նրա հետագա ճակատագիրը, դե պարզ է Բաքվի բանտում ինչ կարող էր լինել հայ կնոջ ճակատագիրը եւ ես այսօր այստեղ եմ, որպեսզի ասեմ ես Զաբել Եսայան եմ։ Դուք Եսայան եք? Ես էլ եմ Եսայան։ Չէ, ես Եսայան չեմ, ես Ռուզանա Ստեփանյան եմ։ Զաբել Եսայանը 15 թվականին եղել է աքսորի ցուցակում։ Հա, ձեր ազգակիցն է։ Ես Եսայան եմ։ Հրաշալի է, որ ձեր ազգակիցն է։ Ես երեք այսպես քննում էի, փորձում էի հասկանալ ես ինչ կերպ կարող եմ Եսայանալ ուշանհամալիր, որովհետև հիմա ցեղասպանության պահանջատիրությունը հետ է մտված հայկական իշխանության առաջնահերթությունից արտաքին քաղաքականության, ավելին երեք երբ Թուրքիայի դրոշը այնպիսի մի վայնասուն կապեցին, կարծես թե մենք Էրդողանի հետ ենք ինչ-որ բան արել, ինձ դա մեծ ցավ պատճառեց եւ ես այսօր հենց այս խորհրդանշական ձեր ազգակցի նկարով եմ այստեղ, որպեսզի ասեմ, որ հայ ազգի արգանդը ծնել եւ շարունակել է ծնել Զաբել Եսայանը։ Ես էլ եմ ուրախ, որ ազգանունն է գրում։ Հայ ուներ Եսայանները Ղարաբաղից։ Բաքվի բանտում է անհետացել Զաբել Եսայանը 62 տարեկան։ Естественно,